Եղիանս, ապրում եմ Դրախտիկում, 44 օրյա պատերազմ կորցրի տողոսոնի 4 երեխա, հոքրը 40 քումներ, մեծանում են առանց հիրապատայի ջերմությամբ, Աստված մխիթարի ձեզ իր երեխեքին կնոջը։ Ես կազմակերպությունը ասի դիմեմ երեխեքս մի բանով տենամ էլի օգնություն կանեն, շատ շնորհակալ եմ, շատ անչափ շնորհակալ եմ Մարիամ, որ ձեռնարկեցիք, անչափ շնորհակալ եմ այս կազմակերպության, ապրիլի 24-ին լսեցի, որ իր Միսակի ծնունդն է, իր կինը Ասպրամը, իր մարդու նվերը մեզ ձեռնարկեց, մեզ օգնություն արավ, շատ շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ, անչափ, որ իմ երեխեքին ինչ որ բանով օգնում են, շատ եմ շնորհակալ, անչափ, շատ, անչափ շնորհակալ եմ։ Տիկին Ռայա, կարելի է կովին էլ նկարենք, գնանք։ Իսկ երեխաները կաթ, մածուն, ուտող են, խմող են կաթ, հա, ճուտիկներ սիրում եք։ Այս փոքրը դրանով է մետալ։ Հա, Աստված օրհնի Միսակին, Ասպրամին, թող իրանց ընտանիքները անհոգ ապրեն, իրանց երեխաները, չգիտեմ, ով որ ունեն իրանք, շատ շնորհակալ ենք, քանի որ Միսակը եւ Ասպրամը արդեն բազմաթիվ ընտանիքների օգնել են Հայաստանում։ Լսել եմ ես դրա համար դիմեցի, այս ակովը ես եմ հավանել, ծանոթ մարդը ասես լավն է, որպեսզի որ ուրիշին չառնեմ, ես հավանեցի։ Շատ լավ եք արել, Աստծո օրհնությունը լինի։ Ապրեն, ես անչափ շնորհակալ եմ, ինչով էր օգնեն, ես շնորհակալ եմ, մի հատ ձույ էլա, էդ էլ եմ շնորհակալ։ Հա, թող իր ծնունդն էլ շնորհավոր լինի, Աստված իրան երկար կյանք, առողջունի, երկար տարիների կյանք, թող մեր Հայաստանում տենց մարդիկ շատ լինեն։ Այո, թող մեր հայ մանավանդ մեծահարուստները թող լինեն, այո, այսպիսի ընտանիքներին, մանավանդ այն ընտանիքներին, ում հայրը, երեխաների հայրը հանուն հայրենիքի, հանուն մեր խաղաղության այսօր չկա, դժվարությունն ու ծանրությունը ձեր վրա է, ու ես շատ կուզեմ, որ շատ ավելի աջակցություններ դուք ստանաք։ Այսքան ժամանակ չեմ ստացել եսա։ Աստված օրհնի իրանց էլ ձեզ էլ։ Բալիկներ հաջող ձեզ։ Հաջող ապրեք։